Մեր ողբերգությունների ողբերգությունը, հարգելի բարեկամներ, ոչ թե բուն տեղի ունեցածի մեջ է, այլ նրանում, թե ինչքան մարդիկ են տեղի ունեցածի, տեղի ունեցողի հետ հաշտ, թե ինչքան հայեր են սոլիդար այս ամենի հետ, թե ինչքան հայեր են, ժամանակակից հայերենով ասած, ոսկեղենիկ հայերենով ասած, տեղի ունեցածի տակը պատպիսատ եղել, այս սրանում է մեր ողբերգությունների ողբերգությունը, մեր մեծագույն ողբերգությունը։ Տեսեք, թե ինչքան են սրանք, ովքեր պոլիտիկանություն են խաղում, մի կոպեկ փողի համար, ինչ-որ աթոռի համար, ինչ-որ ստատուսի համար, մի քիչ ավել բարձրանալու համար պատրաստ են համարյա ամեն ինչի։ Ու դա մեկը չի, երկուսը չի, դա 10-ը չի, 100-ը չի, հազարներ են, հարգելի բարեկամներ, հազարներ։ Ասում է պիտի վերցնենք մենք մեր մանդատները, բնականաբար պիտի վերցնենք, կարող պիտի չվերցնենք, բայց շոուն ամբողջությամբ կազմակերպվել էր, որ դուք վերջում ձեր մանդատները վերցնեք, չէ։ Ես ասել եմ ամիսներ առաջ, հիմա էլ եմ ասում, Սամվել Կարապետյանին Հայաստանի քաղաքական դաշտ բերեց Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան զույգը այս օրվա համար։ Սամվել Կարապետյանը Հայաստանի քաղաքական դաշտ մտավ իր հայտնի հարցազրույցից հետո, որտեղ ասում էր, որտեղ հանդես էր գալիս որպես եկեղեցու պաշտպան, եւ ասում էր մեր ձևով կմիջամտենք եւ այլն։ Եվ գործ հարուցվեց, շինցու գործ հարուցվեց, ոչ թե գործն էր շինցու, այլ շինցու գործը իրեն հերթին շինցու էր եւ այդ ամենը արվեց, որպեսզի գեներացվեր քաղաքական որոշակի process-ներ, որի արդյունքում այս անձնավորությունը պիտի դառնար ընդդիմադիր խոշոր բևեռի ղեկավար։ Ասել եմ մի անգամ էլ պիտի ասեմ, Փաշինյան Նիկոլը ընտրություններից առաջ կարողացավ իրեն հակառակորդ կարգել երկու մեծահարուստի, շատ լավ գիտենալով, որ ժողովուրդը ատում է մեծահարուստներին, Ծառուկյան Գագիկին եւ Սամվել Կարապետյանին, մի կողմից եւ նաեւ կարողացավ հակառակորդ կարգել դաշնակ-մաշնակներին, որպեսզի կարողանար իր այդ հիմար կեղծ խաղաղության վերաբերյալ թեզը վաճառել ժողովրդի վրա սրանց ուռա պատրիոտ լոզունգների ներքո։ Այս ամենը արվեց եւ տեղի ունեցավ այն, ինչը արձանագրվեց հունիսի 7-ի գիշերը, հունիսի 7 լույս 8-ի գիշերը։ Եվ հիմա էլ պիտի ասեն, բնականաբար մենք վերցնում ենք մեր մանդատները, այն դաշնակ մաշնակների մասին չեմ խոսում, ովքեր ասում են մանդատը պետք է օգտագործենք որպես զենք, դրանք ընդհանրապես, դրանց մասին ընդհանրապես երևի խոսել է արդեն։ Ամորալ, ուխտադրուժ, դավաճան, բանակից փախած, պատգամավորական երթումից փախած, Փաշինյան Նիկոլի բոլոր հանցագործությունները լեգիտիմացրած ստահակն էր։ Հիմա սրանց են բերել։ Մենք պիտի վերցնենք մեր մանդատները, վերցնելու եք, որ ինչ անեք, վերցնելու եք, որպեսզի Փաշինյան Նիկոլին հարց տաք պարլամենտում, ուրեմն պետության ժողովրդի հետ տեղի ունեցած առերևույթ բոլոր հանցագործությունները մասշտաբային պիտի քննարկվեն, այդ հանցագործների հետևից պիտի գնան առաջին հերթին պարլամենտում։ Այդ հանցագործությունների դեմ պիտի խոսան առաջին հերթին պարլամենտում։ Եվ եթե չի խոսվում, այն մարդիկ, ովքեր ի պաշտոնե պարտավոր են խոսելու, բայց չեն խոսում, նրանք անձնագրով ներողություն եմ խնդրում արտահայտությանս համար, բոզի
զավակներ են, անձնագրով, պասպորտով, եւ այս փաստը հետագայում գրվելու է պատմության դասագրքերում։ Հիմա հարց եմ տալիս քեզ. գնալու ես պարլամենտ դու, գնալու ես պարլամենտ, ինչ անես, որ Փաշինյան Նիկոլին հարցնես, թե ինչպես եղավ, որ Սերժ Սարգսյանին մերժեցիր, բայց հետո քո դատարանը Սերժին արդարացրեց, հա, այդ հարցն ես տալու, դու գնալու ես պարլամենտ հարցնես, թե ինչպես եղան տարբեր երկրներում, որտեղ հեղափոխություն էր արվում, Պրեզիդենտները փախնում էին մազապուրց, իսկ Հայաստանի Հանրապետությունում գծերից ընկած, այսպես ասած, պրեզիդենտը ծլեց, ծաղկեց եւ բարգավաճեց, այդ հարցն է տալու։ Պարլամենտ է կանչելու ազգային անվտանգության ծառայության պատասխանատուներին, հա? Պետերին, պետերի տեղակալներին, վարչության պետերին, հարցնես, թե ինչպես է եղել, որ ազգային անվտանգության ծառայության գործակալները հեղափոխություն են արել այն ռեժիմին, որին ծառայել են, այդ հարցն եք դուք տալու պարլամենտում։ Գնալու եք պարլամենտ Փաշինյան Նիկոլին հարց տաս, թե ինչպես է եղել, որ մի կողմից խոսում ես օլիգարխների մասին, թալանչիների մասին, մյուս կողմից այդ օլիգարխների ու թալանչիների վարկերն ես ջրում, այդ հարցն ես տալու դու Փաշինյան Նիկոլին, պահանջելու ես Փաշինյան Նիկոլից 800 միլիոն դոլար վարկային այդ փաթեթի խոշոր 10 վարկառուների անունների հրապարակումը, դա ես պահանջելու, որ հրապարակես քո հոր կամ հորողբոր անունները դուրս գալու։ Փաշինյան Նիկոլին հարց ես տալու, թե ինչ իրավունքով ես դու կոմպենսացրել այն մարդկանց, ովքեր մի կողմից կոլաբորացիոն հարաբերությունների մեջ են մտել Ադրբեջանի ղեկավարների հետ ու վաճառել են իրենց հեկերը ադրբեջանցիներին, այդ հարցն է տալու, թե ինչ իրավունքով ես դու պետական բյուջե ես կոմպենսացրել այդ մարդկանց չկորուստները, եւ այսպես շարունակ։ Դուք այս հարցերը չեք տալու։ Գնալու եք էլի խաղաք թուրքատիացության ձեր հայտնի խաղը։ Թուրքատիացությունը ձեզ համար, ձեր պարոդի համար եղել է եւ է հիմա եւ կա փող աշխատելու լավ հնարավորություն։ 2008 թվականին, երբ Սերժիկ Սարգսյանը ֆուտբոլիստների մարզաշապիկների վրայից հաներ էր տալիս Արադ լեռան նկարները, այդ ժամանակ Սերժիկի աշխատակազմի ղեկավարը ով էր։ Հերդ չէր։ Ծպտուն հանել է, բան ասել է, երբ որ 2009 թվականին պատասխան հանդիպման ժամանակ բուրսայում, որը տեղի ունեցավ էլի մարզաշապիկների վրայից հանվում էր Արարատ լեռան նկարները, ով էր Սերժի աշխատակազմի ղեկավարը։ Հերդ չէր։ Երկու 2017 թվականին հանրապետական կուսակցությունը տոպրակներով փող էր բաժանում ընտրվելու համար, տոպրակներով։ Կային մարդիկ, ովքեր 10,000-ը տալիս էին, ասում էին կնկարես կբերես բյուլետենը, 5,000-ն էլ հետո կտանք։ Այդպիսի բաներ էին տեղի ունենում։ Կային մարդիկ, ովքեր փող էին բաժանում, չէին ընտրվում, հետո կռիվ դավի էին անում, որ իրենց փողերը հետ բերեն։ Այդ ժամանակ հանրապետական կուսակցությունից ով էր ընտրվում նաև պատգամավոր։ Դուք չէիք։ Արցախյան ողբերգությունից հետո Պապիկյան Սուրիկի հարսանիքներին ով էր մասնակցում։ Ի պաշտոնե էր մասնակցում, ի պաշտոնե կարելի է հարսանիքի մասնակցել, ուռոտ, ի պաշտոնե անձնական միջոցառումներին կարելի է մասնակցել, իսկ որ թանկարժեք նվերներ էի տալիս, դա էր ի պաշտոնե։ Իսկ որ Արցախյան ողբերգությունից հետո, ողբերգություններից հետո Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի հետ աֆիլացված ֆոնդային միլիոններ էի տալիս, միլիոններ էի ուղարկում։ Դա էլ էր ի պաշտոնե։ Անդրանիկ Խաչատրյան կա, հարգելի բարեկամներ, հետաքրքիր անձնավորություն է։ Ուրեմն
Արցախում զբաղեցրել է համարյա բոլոր նախարարական բոլոր պորտֆելների զբաղեցրել է Անդրանիկ Խաչատրյանն, էլ Քախշին նախարար, էկոնոմիկայի, կադաստրի պետ։ Ուրեմն ինձ պատմում են, որ այս անձնավորությունը գնել է ժամանակին, այս անձնավորությանը վաճառել են Արցախի կադաստրի շենքը։ Այդպես են ինձ պատմում։ 3 միլիոն դրամով։ Եվ վաճառելուց հետո անմիջապես ինքը վարձակալությամբ է տալիս այդ շենքը պետությանը ամսական 3 միլիոն դրամով։ Ուրեմն այս Անդրանիկ Խաչատրյանը աշխատել է Արցախ, հետագայում դառնում է Արցախ էներգոյի տնօրեն։ Արցախ էներգոն պատկանել է 10% Բակո Սահակյանին, 90% Սամվել Կարապետյանին։ Այսպես եք սիրել Արցախը։ Հա? Այսպես եք դուք Արցախը սիրել։ Արցախի էթնիկ տեղի ունեցած էթնիկ զտումից հետո Անդրանիկ Խաչատրյանը տեղափոխվում է Հայաստան։ Հիմա իշքան գիտեմ դատվում է Սամվել Կարապետյանը, այդ ֆիկտիվ դատական process-ներն է կողքը նստածը։ Բայց նա շարունակում է պետությունից ստանալ խոշոր պատվերներ, կառուցել մանկապարտեզներ, իր հետ աֆիլացված կազմակերպությունները, շարունակում են պետությունից ստանալ պատվերներ, խոշոր գումարներ, մանկապարտեզներ, դպրոցներ կառուցելու համար։ Խոսքը վերաբերում է միլիարդավոր դրամների։ Փաշինյան Նիկոլ, ասում ես Արցախից փախել են, սա են արել, նա են արել, բա այդ Արցախից փախածները, քո ասած Արցախից փախածները, ինչու են Բիրդան աղայի կյանքով ապրում Հայաստանի Հանրապետությունում։ Բա որ Արցախի մասին ես խոսում Փաշինյան Նիկոլ, Շուշիի պատասխանատուն պաշտպանության այդ զինվորականը, ում բլատի Սերգեյ Արստամյան, ում բլատի միջոցով է դարձել քննչական կոմիտեի նախագահի խորհրդական, ամսական մոտ 1.8 միլիոն դրամ աշխատավարձով։ Այս հարցերն եք դուք բարձրացնելու պարլամենտում, հա? Չէ՞։ Շարունակելու եք ձեր կեղծ այսօրվա այդ առնչություն չունեցող հռետորաբանությունը։ Ասում է Սերժ Սարգսյանից 600 միլիոն դրամ պիտի բռնագանձվի։ Սերժ Սարգսյանը ամսական մոտավորապես մի քանի $100,000 ծախսում է Հայաստանի Հանրապետության մեդիա դաշտը աղավաղելու համար։ Այսինքն դա 3-4 ամսվա իր բանն է, ծախսածն է բլոգերների, վաճառված ժուրնալիստների, վաճառված բլոգերների վրա ծախսվելիք գումարն է։ Այս հարցերն եք բարձրացնելու, հա, դատախազի առաջ, քննչական կոմիտեի ղեկավարի առաջ, ազգային անվտանգության ծառայության ղեկավարի առաջ, սա եք բարձրացնելու։ Ասում է Ռուբեն Ռուբինյանը սովորել է Ստամբուլում, Արարատ Միրզոյանը մեղադրվում է թուրքական գործակալ լինելու մեջ, մեղադրողը Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպանն է։ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարն եք կանչելու, որպեսզի պարզաբանում պահանջեք։ Իմիջայից Արարատ Միրզոյանը 2017 թվականին օդից դարձավ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, այսպես ասած, ընտրական այդ օկրուգից։ Օդից հանրապետական կուսակցությունը Արարատ Միրզոյանին սարքեց պատգամավոր։ Այս հարցերի վերաբերյալ ելույթներ եք ունենում, թե ինչպես է թուրքական գործակալ լինելու մեջ մեղադրվող անձը 17 թվականին պարլամենտում ղեկավար դարձել, պարլամենտում պատգամավոր դարձել։ Իսկ այն ժամանակ երբ դուք համագործակցում եք Փաշինյան Նիկոլի հետ, դուք հիմա եք համագործակցում, Արարատ Միրզոյանը ավելի բարձր պաշտոններ էր զբաղեցնում։ Փոխվարչապետ, ազգային ժողովի նախագահ, դուք այս ամենի հետ կապ չունեք։ Այս ամենը, հարգելի բարեկամներ, այս ամենը մի օր ավարտվելու է։ Ես վստահ եմ ուղղակի եւ Աստծուն խնդրում եմ, որպեսզի եթե ոչ իմ միջոցով, եթե ոչ իմ գործուն մասնակցությամբ, ապա գոնե
Ես տեսնեմ այդ օրը, երբ ներքին գործերի նախարարը կմտնի պետական հեռուստաընկերություն եւ դոկումենտներ կդնի ցույց տալու համար, թե քանի հազար կոլաբորանտներ են այս ամենին իրենց մասնակցությունը ունեցել։ Քանի հազար հայ կոլաբորանտներ են մասնակցել այս դավաճանությանը։ Ոչ միայն Նիկոլը, այլև այս ընդդիմադիրներ կոչվածների բանին, այս ֆոնին, ժողովուրդը միանգամ էլ պիտի դառնա նիկոլական։ Ձեր մեղավորությամբ ժողովուրդը միանգամ էլ ձեր դարդից ժողովուրդը միանգամ էլ պիտի դառնա նիկոլական, բայց այս ամենը կավարտվի մի օր։ Այդ օրը կգա։ Եվ եթե ոչ, ապա իմ փոխարեն ներքին գործերի նախարարը կմտնի պետական հեռուստաընկերություն, մեր բոլորի փոխարեն խոսի այն ամենի մասին, ինչ ես եմ խոսում։ Ինչի այդ քիչ սակավատիվ մարդիկ են խոսում։ Թե ինչպես են խուրդել ներողություն այս ձևակերպման համար, թե ինչպես են լուծարել Արցախը։ Եվ այդ լուծարման ընթացքում քանի միլիոնավոր դոլարներ են հայերը, որոշ հայեր, արցախցիներ, հայաստանցիներ կպցրել անուններով, ազգանուններով, եւ դուք գիտեք, որ այդ օրը գալու է, որովհետեւ ցանկացած հանցագործություն ունի վերջ, ցանկացած հանցագործություն։ Եվ դուք գիտեք, որ նախարարի այդ խոսքից հետո հետևելու են կոնկրետ գործողություններ։ Կոնկրետ գործողություններ։ Դուք Արցախի լուծարումով միլիոնավոր դոլարներ կպցրած, բանակում չծառայած, Ղարաբաղով մինչև հիմա PR եղող, մենք եղել ենք, եղում ենք, սա ձեր բանն է, կարգախոսն է։ Մենք եղել ենք, եղում ենք եւ պիտի եղենք։ Բայց Արցախի համար բոզիլած դրած պատդոնկներ եք դուք։ Եվ դուք պատասխան եք տալու։ Դուք պատասխան եք տալու։ Ես ձեր տիրոջ մերը։